ասել եմ ու կասեմ, որ ինձ համար երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հաղթանակը մայիսի 9-ն է համարում։ Սիրում եմ լսել Լև Լեշենկոյի «Դեն պաբեդի» երգը։ Միգուցե նոստալգիա է, բայց այդ տպավորությունն եմ ստացել։ Չնայած Ֆրանսիայում հաղթանակի օրը նշում է Գերմանիայի կապիտուլյացիայի օրը, մայիսի 8-ն է այստեղ նշվում։ Եվ իր զարմանալին որոշ երկրներում մայիսի 8-ը չի նշվում, որից մեկն էլ Իտալիան է, Հունաստանն է։ Անկեղծ ասած, վերջերս եմ իմացել, որ այնտեղ չի նշվում, թե ինչու, չգիտեմ, Հունաստանում, բայց Իտալիայում ենթադրում եմ, որովհետև պատերազմի ժամանակ Գերմանիայի կողմնակից երկրներից մեկը դա Իտալիան է եղել եւ Ճապոնիան, նրանց ղեկավարները Գերմանիայի կողմնակիցներ են եղել։ Եվ այսպես միգուցե հենց դա է պատճառը, որ չեն նշում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, դուք կարող եք գրել մեկնաբանություններում ձեր իմացած տեղեկությունը։ Զարմանալի է, որ իրոք չեն նշում եւ ոչ աշխատանքային օր էլ չեն համարում նույնիսկ մեզ մոտ Ֆրանսիայում մայիսի 8-ն է տոն, նորից նույն շքերթը, նորից նախագահածաղկե պսակներ է դնում, անհայտ զինվորի, զոհվածների, այդ հուշակոթողների մոտ եւ մեր քաղաքում նույնպես անց են կացնում տոնակատարություն։ Չնայած այս տարի ես չմասնակցեցի, քանի որ դուք գիտեք, ես հյուր ունեի մայիսի 8-ից 10-ը հյուր ունեի եւ խառնված էի այսպես մայիսի 8-ին հյուրընկալել, համեղ հայկական բաներ պատրաստել, հասցրել եմ գոնե պատրաստել մի փոքր հայկական խոհանոցից մեր թփով տոլման, ուրեմն թանով ապուրը, այս անգամ բրնձով էի պատրաստել իմ շատ սիրելի հետևորդ ընկերուհու ուրեմն առաջարկով եւ պատկերացրեք, որ դուր եկավ, ես միշտ խուսափել էի բրնձով պատրաստելուց, բայց քանի որ ես հարիսայել էի պատրաստելու, մտածեցի, որ ձավարը ծանր կլինի, ձավար, չնայած ես հարիսանել եւ ապուրն էլ պատրաստում եմ հաճարով, շատ համեղ է, փորձեք այդ տարբերակով, եթե չեք պատրաստել, ես հղում կտեղադրեմ իմ պատրաստած տարբերակների տեսանյութի տակ, կարող եք նայել սիրելիներս, եւ այսպես հաղթանակի հետ կապված նաեւ մի փոքր զբոսանք, իրենք շատ զբոսնեցին, մայիսի 9-ը արդեն հարիսայի օրն էր, մեր համով մերը չի, բայց ես մեր ձևով ամեն ինչը իմ հալաջյուղով եմ պատրաստել, համով, ձվածեղներով, նույնիսկ այսպես միջանցիկ նախաճաշերով, ամեն ինչով, մի խոսքով փորձեցի սիրաշահել հյուրիս, հայկական մեր ուտեստներով, սիրելի հետևորդներ, եւ ասեմ ձեզ, որ շատ համեղ էլ ստացվել էր, խաչապուրին դեմերը չէ, բայց էլի ես մերն եմ համարում, այնպես որ ասենք գնալիս, ճանապարհելիս ինքը եթե քաղց զգա կարող է ուտվել։ Նոր ջեռոցից լավն է նա է, որ այս թխման ընթացքում կարողանում եմ նկարել։ Տեսեք ինչքան սիրուն են խաչապուրիները։ Դե տեսեք ժողովուրդ ջան, թե ինչ կարևոր է ջեռոցը, հիշում եք, չէ, որ բողոքում էի։ Դե նայեք խաչապուրի եմ թխել։ Պանրով խաչապուրիներ են։ Արտակարգ։ Մի խոսքով այսպես խառը համեղ ուտեստներով զբաղված, տան գործերով բնականաբար, եւ ես էլ արդեն գործեր ունեի, մայիսի 9-ին նախորոք պայմանավորված էինք ընկերուհիներով, այցելել մեր երրորդ ընկերուհու տուն, իր նոր տունը շնորհավորելու, այդ կապակցությամբ գնացինք, շատ էլ լավ ժամանակ անցկացրեցինք, տեսեք ինչքան համեղ բաներ կերանք։ Դե նման համեղ, գեղեցիկ ճաշակով սպասքադրած սեղանի ուտեստները հնարավոր է ընդհատել եւ արդեն զրուցել ձեզ հետ, ուտելու ընթացքում էլ չեն խոսում, չէ, գիտեք, իմ սիրած ավելուկներ, իսկ այլ նորություն էր հենց ինձ համար ֆրանսիական մոդելով, քաղցրի եւ աղիի խառնուրդներ, շատ համեղ համեր էին ստացվել եւ ընդհանրապես ամեն ինչ շատ համեղ էր։
Արտակարգ էր մի խոսքով, շատ հավեսով ժամանակ անցկացրեցինք, օրն էլ լավն էր։ Դրա համար չէի կարողանում միանալ ձեզ, փորձում էի, ուզում էի, մտածեցի, որ միգուցե որ գնում եմ այնտեղ կմիանամ ձեզ, ինչու՞ չէ, նաև փոքրիկ տեսանյութ, բայց տրամադրությունը շատ լավ էր, ձեզ էլ մոռացել էի։ Դե արդեն ճանապարհ դրեցինք այսօր եւ հիմա տեսեք ինչ եմ երեկոյան պատրաստել, շատ ախորժելի, շատ համեղ, դե արդեն օրերը երկարել են, լույս է մեզ մոտ, քանի որ մենք հյուսիսում ենք ապրում շատ ավելի լույս է, քան հարավում, հենց նույն Ֆրանսիայում, դրա համար սիրում եմ հենց այս եղանակը, ճիշտ է, արևոտ է, մի քիչ այսպես սառնանում է, մի քիչ փոփոխվում է, մայիսին դե բնականաբար ցուրտ է լինում գրեթե բոլոր երկրներում, նույնիսկ Հայաստանում դասավանդման ժամանակ, երևի թե բնակչության ժամին էր, հիշում եմ, որ նշում էր, որ կաղնին ծաղկում է մայիսին, երբ սկսվում են մայիսյան ցրտերը, երբեմն նույնիսկ պատահել է, որ մայիսի վերջերին ձյուն էլ է եկել, մի խոսքով այդքան շատ ցուրտ չէ այստեղ բնականաբար, բայց լինում է սառը, լինում է շատ շոգ եւ արդեն գարունը լիարժեք իր այսպես ասած իշխանության մեջ է, մեզ մոտ ամառը կնշվի հունիսի 21-ին, երբ որ արդեն արևադարձ կլինի, հետաքրքիր է չէ, դեպի արդեն կգնանք օրերի կարճացման, Ֆրանսիայում կլինի լիարժեք ամառ։ Ուրեմն ուզում եմ խոսել հանտավիրուսի մասին, ինչ է հանտավիրուսը, ինչու են այսքան մեծ աղմուկ հանել, ինչ է կատարում իրականում աշխարհում։ Հանտավիրուսը մի վիրուսների խումբ է, որը տարածվում է կրծողներից մարդկանց։ Եթե փակ տարածքում դուք գտնվում եք կրծողների հետ, ապա նրանց կղանքի, մեզի, արտաշնչածոթի կարող եք վարակվել այդ վիրուսով։ Դրա համար եթե որոշել եք մաքրել նկուղներ եւ փակ տարածքներ, ուրեմն իմ խորհուրդը ձեզ նախորդ բացեք, օդափոխեք, հետո գնացեք աշխատելու, ինչու՞ չէ նաեւ դիմակներ դրեք։ Հանտավիրուս միշտ եղել է եւ վտանգավոր չէ, եթե այն կենդանիներից է, անգամ փոխանցվում մարդուն։ Հանտավիրուս տարածված է Ամերիկայում, Ռուսաստանում, Չինաստանում, Չիլիում, Արգենտինայում, միշտ եւ հիմա, բայց քանի որ կենդանիներից է, կրծողներից է տարածվել մարդկանց, վտանգը այդքան մեծ չէ, եթե ժամանակին դիմում են մարդիկ բժշկի։ Այն է, եթե դուք զգում եք մկանացավ, բարձր ջերմություն, թուլություն, ինչ որ միտեղ հաս, թույլ հաս, անհապաղ դիմեք բժշկի։ Ժամանակին բժշկի դիմաց մարդիկ ուրեմն չեն վտանգի իրենց կյանքը, իսկ այն մարդիկ, ովքեր ուշացնում են, նման հիվանդության դեպքում 30-ից 40%-ը ուղեկցվում է մահով, չեն վախեցնում, բայց իրոք պետք է, որ ժամանակին դիմեն բժշկի, կովիդի ժամանակ էլ չէ, շատ մարդիկ ժամանակին չդիմեցին, կարևորություն չտվեցին, երբեմն ինքնաբուժությամբ զբաղվեցին, հիմա խոսակցություն կա ամբողջ աշխարհում տարածում են, տեսեք, այս վիրուսն են հնարել, բնակչության վերջն են ուզում տալ, քչացնում են, հա, բնական է, շատ է 8 միլիարդ բնակչություն է, պատերազմները շատ մարդկանց կյանքեր են խլում, բայց դրանով եւս չեն քչանում երկրի բնակչության թիվը, չի քչանում ավելի ճիշտ։ Եվ սա դե հնչող մարդկանց մեջ տարբերակ է, բայց ես ասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որ իրոք եղել է, հիմա այլ ինչպես է բացահայտվել այս հանտավիրուսի մասին։ Հոլանդական նավը, ով ուղևորվել է Արգենտինայից Անտարկտիդա գիտարշավային ուղևորության, բռնկումներ են նկատել։ Բնականաբար էլի կարևորություն չեն տվել, 7 մարդ այդպես թուլություն է զգացել եւ ընթացքում այդ օրերի 3-ը մահացել են։ Մահանալուց հետո արդեն իրենք ահազանգել են, որ նման բան է հայտնաբերվել։ Մահացողներից 2-ը հոլանդական ամուսնական զույգ էին, իսկ մեկը Գերմանիայի քաղաքացի։ Եվ արդեն սկսել են անհանգստանալ, ամբողջ աշխարհի բժշկությունը բևեռված է հենց այդ հանտավիրուսի վրա եւ արդեն հայտնաբերվել է ուսումնասիրությունից հետո, որ այս տեսակը մարդուց մարդ անցնելու տեսակն է, որն էլ հենց վտանգավորն է։ Մարդուց մարդ տարբերակն է սա, որը որ վտանգավոր է եւ որն էլ նորից են իրենք զգուշացում, անհապաղ դիմեք
բժիշկների, եթե նման ախտանիշներ ունեք։ Ուրեմն վերջին օրերին երեք էլ հայտնաբերեցին, որ նաև հիվանդացել է ֆրանսիացի բնակիչ։ Ֆրանսիայի մի բնակիչ էլ այդ վիրուսով վարակվել եւ հիմա փորձում են մեկուսացնել, չեզոքացնել։ Վատը նաև որ մարդիկ անլուրջ են վերաբերվում, մյուս տարբերակն ասում են դիտավորյալ են գնում ժողովրդի մեջ, չգիտեմ, չեմ կարող ստույգ ասել, բայց վտանգը կայանում է մարդուց մարդ տարածվելու վրա։ Հայաստանում այս վարակի տարածվելը անհավանական է, ռիսկային չէ, ռիսկային չէ նաև այստեղ տարածվելը, քանի որ արդեն գիտեն, թե դա ինչ վիրուս է, ինչպես կարելի է բուժումներն անել։ Եթե ժամանակին դիմում եք բժշկի, ուրեմն սիրելի հետևորդներ, եթե ձեր հարազատների մեջ կամ դուք կան նման արդեն համախտանիշով մարդիկ, անհապաղ դիմեք բժշկի, առանց վախենալու։ Եվ ընդհանրապես ժամանակին բժշկին ճիշտ դիմելը շատ կարևոր է։ Սա էլ հանտավիրուսի մասին տարածված այս խոսակցություններն ու ասեկոսները։ Կարծում եմ կգրեք մեկնաբանություններում նաև ձեր կարծիքը։ Դե ես էլ ինչ եմ անելու, պլաններից մեջ կա գնալ իմ թոշակի հարցով, ժողովուրդ ջան, զարմանալի է, բայց երբ գնացել է անցած անգամ Ֆրանս Թավայ, այնտեղ թարմացվում էր իմ դոսիեն եւ արդեն 3 նամակ եմ ստացել, որ կարելի է դիմել թոշակի։ Չնայած չեմ կարծում, որ ինձ թոշակ կտան, չնայած ես այստեղ արդեն ապրում եմ մոտավորապես այս տարի կլրանա 11 տարին, ինչքան արագ անցան չէ ժամանակները, արագություն է, արագություն այս կյանքը չես հասցնում մի որևէ բան անել եւ արդեն վերջ օրը վերջացավ։ Մի խոսքով պիտի դա գնամ վաղը, պլաններից մեջ դա կա եւ արդեն մի քանի այսպես փաստաթղթային գործեր ունեմ անելու։ Այսքանը այս պահի համար, հիմա գնամ ցույց տամ, թե ինչ եմ պատրաստել, արդեն պատրաստում եմ հիմա արդեն ցույց կտամ հանեմ, որոշել եմ այսպես անել, քանի որ հոգնել ենք արդեն մսերից եւ այսօր արդեն շատ համեղ նման բան մտքովս անցավ, հիշեցի իմ հորս բոլոր խրատները, բանը չգիտեմ ինչու մտքովս անցավ, որովհետև որոշել էի կարտոֆիլ տապակել ջեռոցում, այն ժամանակ մենք ունեինք վառարան, պեչք, այսպես էինք ասում, ածուխով պեչք, կլոր պեչք էր եւ այդ տակը ածուխը երբ որ թափվում էր, տակ էր, մենք վրան լցնում ենք կարտոֆիլ, լավ լվանալուց հետո մի քիչ խոշոր, մի քիչ փոքր կեղևով այդպես լավ եփվում էր կեղևը, նույնիսկ սևանում էր, արդեն չէինք էլ հեռացնում շատ քիչ ու արդեն յուղով տրորում ենք։ Ինչ էր միշտ ասում հայրս, ասում էր մեծ քույրս միշտ պատարով էր ուտում, այսպես ասում էր պատարով մի կերեք, պատարակաղով պատարակաղով, միշտ շատ ուշադրություն էր դարձնում Եվ հիմա առանց պատարակաղի անգամ դանակի չեմ պատկերացնում, որ ես որևէ սնունդ կարող եմ ուտել։ Սովորություններ են, որ գալիս են փոքրուց, հիշողություններ են, որ երբեմն մոռացած ես լինում, պահի տակ մեկ էլ մի պահ հիշում ես այդ բանը։ Ու ասում ես, վայ, ես սա շուտ գիտեի, հայրս կամ մայրս մեզ զգուշացրել են։ Ժամանակին կարող է ավելի ուրիշ կերպ ես ընկալել, բայց հիմա արդեն այդ խորհուրդները ավելի հարազատ են, ավելի կարևոր են եւ ավելի սիրելի են։ Մի խոսքով սիրելի հետևորդներ, եթե դուք ունեք ծնողներ, հայր կամ մայր, խնամեք, ուշադիր եղեք նրանց, մի նեղացեք նրանցից, եթե անգամ նրանք երբեմն էլ սխալ կլինեն, այլ փայփայեք ձեր ծնողներին, որովհետեւ ժամանակը շատ արագ է անցնում, կարճ է, կարող եք անսպասելի կորցնել ձեր ծնողներին, որի համար էլ ափսոսեք, ժամանակը շատ կարճ է իհարկե, զբաղված եք, բայց մի մոռացեք ձեր ծնողներին, այցելեք հաճախ, եթե միասին չեք ապրում, եթե միասին եք ապրում, ուրեմն գուրգուրեք, մեծերը, դե հիմա իմ տարիքին մեծեր չեմ ուզում ասել, բայց մեծերը կարող է լինել փնփնթան, բնավորությունը մարդու փոխվում է, իրոք տարիքային առանձնահատկությունները դա զգացնել են տալիս, նույն մարդը տարբեր տարիքում տարբեր կերպ է մտածում, տարբեր ձևով է
վերաբերվում իրականությանը, այնպես որ մեծերն էլ եթե լսում են, դուք էլ ձեր վրա ուշադրություն դարձրեք, որովհետև դուք էլ այդպեսին չեք։ Քանի որ սա գալիս է հենց նրանից, որ մեծերը ուշադրության կարիք ունեն։ Մի քնքուշ խոսք, մի բարի ժպիտ եւ արդեն դուք սիրաշահում եք ձեր մեծերին, իսկ նա երջանիկ է մնում։ Դե այս պահի համար այսքանը, կհանդիպենք։ Մոտիվացիա, դուք էլ պատրաստ եք, կարծում եմ ախորժակը կբացվի, սմբուկ եմ տապակել պղպեղի հետ, էլի ջեռոցում, թփով տոլմայից այս մի հատիկներ մնացել, ահա, ես լավ խառնեցի, հոտը արտակարգ է, դե բնական յուղն էլ պարզ է, կարտոֆիլն է, Ժորժ ջան, նայեք, տեսեք, կճեպներով էլի յուղով եմ տապակել, արտակարգ է, համտես եմ արել արդեն, սա էլ ավելուկներ, որ իմ ընկերուհին տվեց ինձ, ես նորից ձեթով տապակեցի եւ հիանալի տարբերակ ստացանք։ Ավելուկը ես ուտում եմ մածնասխտորով, երբեմն միայն մածունով, մեր տատիկների սեղանից։ Ժորժ ջան, այսօր արդեն երկուշաբթի է, տանից դուրս եմ գալիս, բայց միշտ դուրս գալը մի հետաքրքիր լայֆխակով եմ ուզում ձեզ հետ կիսվել, որը ես բոլորովին վերջերս եմ հայտնաբերել։ Ուրեմն ինչ եմ ուզում ձեզ ներկայացնել, ինչպես անել, որ տոնային կրեմը շատ երկար օգտագործենք եւ խնայողաբար բնականաբար քիչ քսվի դեմքին, շատ լավ գույնը երևա եւ այսպես։ Ուրեմն ինչ ենք անում։ Երևի շատերը միգուցե իմանան երիտասարդները, չգիտեմ, ես սա ասում եմ, կարող են նույնիսկ երիտասարդներն էլ չիմանան, որը որ ես ինքս արել եմ եւ արդեն բնականաբար գոհ եմ արդյունքից։ Ուրեմն սա երբ է կիրառելի, երբ ասենք խոզանակով, իմը խոզանակ է եւ սպունգով ենք, չէ՞, քսում, գաղտնիք չէ, որ կրեմը ամբողջությամբ կլանվում է խոզանակի մեջ կամ ենթադրենք սպունգի մեջ, ու այդ ձև, բացի որ դեմքին որ մի քիչ շատ է ինքը լինում, նաև կրեմի մեծ մասը կլանվում է այդ երկուսի կողմից։ Դրա համար ինչ ենք անում։ Այ, ոչինչ, կվերցնեմ, լամինատի վրա ուժեղ է լինում ձայնը ընկնող առարկայի։ Ուրեմն նախ թափահարում են ցանկացած տոնային կրեմ, դա արդեն գիտեք։ Ես ձեռքիս վրա, եթե ինչ-որ պալետ, ինչ-որ բան ունեք, կարող եք դրա վրա անել։ Ձեռքիս վրա մի փոքր կրեմ եմ կսում եւ արդեն խոզանակով այսպես թաթախում եմ եւ կսում դեմքից, Ժողովուրդ ջան։ Ահա։ Տարածում ենք այսպես, կրեմը շատ քիչ է գնում, չի ներծծվում խոզանակի մեջ, ինչպես առաջ էր, նախկինում, հիմա ես կասեմ ինչպես էի անում, եւ արդեն հիմա երկար ժամանակ է այսպես եմ անում եւ որոշեցի տանից դուրս գալուց առաջ կիսվել ձեզ հետ, որպեսզի նման տարբերակով շատ կրեմ չերևա դեմքին, բնականին մոտիկ լինի եւ գեղեցիկ։ Եթե հիմնական մակիաժ ինչ-որ դիմարում կարելի է նաեւ այս կոկորտի մասն էլ անել, որպեսզի գույնը լինի, բայց ես քանի որ օձիքով եմ հագել, չեմ ուզում շատ բերել սևը վրաս արդեն կեղտոտվի, նույնիսկ փոքր շարֆիկ եմ կապելու, այսպես, ահա, եւ արդեն ուշացրեցի, այս դեմքի կրեմի ժամանակ որոշեցի միանալ ձեզ, հաջորդ անգամ էթրից կտամ, թե ինչպես անենք աչքերի տակի տոնային հատվածը, ոնց անենք, որ շատ ուժեղ սպիտակ չերևա եւ տարբերվի դեմքի գույնից, դա էլ է լայֆխակ, այսօր ուրեմն այս լայֆխակն եմ ձեզ ասում, հիմա շրթներ կսկնամ կսեմ, կամ բերեմ ստե միասին կսենք եւ արդեն տանից դուրս գամ, գնամ քաղաքապետարան, տեսնեմ մարդ կա այնտեղ 14-15 այստեղ ազատ օրեր են եւ շուտով արդեն արձակուրդներ են, իսկ արձակուրդներին Ֆրանսիայում որևէ աշխատակից, պետական աշխատակից գտնելը, բռնելը դա արդեն դժվարություն է։ Դրա համար հիմա որոշեցի արդեն ընդմիջումից հետո գնալ, էդ էլ հարց ընդմիջումից հետո մարդ կլինի, թե չի լինի։ Մի խոսքով տանից դուրս եմ գալիս, եղանակը այսօր մի քիչ ավելի սառն է, գիշերը նույնիսկ անձրև էր եկել, բայց ու շատ ցուրտ չի էլի, որ երեք ասեցի,
Բնականաբար ես վրայից բաճկոն կհակնեմ անձրևային կապուշնով, եթե անձրև կա, գլուխս կծածկեմ։ Չնայած այն բարակ պլաշս այս տարի դեռ չեմ հակել անձրևապաշտպան ունեմ, չէ, այդ անձրևային վերարկուն։ Տեսեք, նախկինում էսպես էի անում, միանգամից վրան էի լցնում ու նոր տարածում էի, ինքը մեջն էր մտնում, նորից էի անում։ Մի քանի անգամ անում էի, իսկ հիմա ընդամենը մեկ հպումով կարող եք դուք ավելի շատ մի քիչ ձեռքի վրա անել, ես քիչ եմ անում ու այսքանը շատ լավ է ստացվում։ Կգրեք մեկնաբանությունում իրոք փոփոխություն կա, ոնց որ բնական գույն լինի։ Չնայած ես շատ չեմ էլ այդպես գույները տարբերում, բնական գույներն եմ ընտրում կրեմի երանգների։ Եվ արդեն իմ շրթներկը, որ առանց շրթներկի ես չեմ կարող դուրս գալ։ Ահա։ Նման երանգների շրթներկեր եմ օգտագործում մշտապես, գիտեք, սիրում եմ, որ նստում է, օրինակ Շանելի շրթներկները շատ էսպես փափուկ յուղոտ են, ու շուտ էլ ջնջվում են, դուրս այդքան չեն գալիս, եթե անկեղծ լինեմ։ Իսա Կիկոից է։ Իդեպ տոնային կրեմս էլ էր Կիկոից։ Դե ինչ սիրելիներս, կարծում եմ մի փոքր այսպես ընկույրներ չէր խանգարի, դե ամեն դեպքում ես հիմա այս պահին չեմ կսում, գրեք մեկնաբանություններում, արժե մի փոքր ավելացնել, չնայած երբեմն ես անում եմ շատ թույլ էլի թեթև բնական գույների մեջ, թե ոչ։ Այսպես սիրելիներս, դե գնացինք քաղաքապետարան, տեսնենք ինչ գործ եմ առաջ գցում, հագել եմ, տեսնեմ երևում է, հագել եմ իմ ջինսը շալվարը եւ արդեն այսպես շատ լավ է։ Գնացինք։ Մեր տան դիրքի լավը նա է, որ ամենուր ես գնում եմ ոդկով եւ հիմա արդեն հասել եմ, ուր որ է շենքին կմոտենամ քաղաքապետարանի, սա էլ պուրակն է քաղաքապետարանի հանդիպակաց։ Նայեք, տեսեք, ինչ հայտնաբերեցի, սա կաչաղակն է իմ կարծիքով, կանաչ է ամբողջ այգին, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, այստեղ էլ կեռնեղ տեսա, մի խոսքով հետաքրքիր պուրակ այգի է էսպես, որը հենց քաղաքապետարանի դիմացն է գտնվում, այստեղ երեխեքի համար էլ կան հատուկ խաղալու փոքրիկ հրապարակ, մեկը անցնելիս կտեսնենք, մեկն էլ աջ կողմում է, երևի այստեղից չի երևա։ Դե ինչ սիրելիներս, այս գողտրիկ անկյունով անցնենք եւ գնանք դեպի քաղաքապետարան։ Քաղաքապետարանն է սա գլխավոր եւ կան թաղապետարաններ, այսպես ասեմ, որ պարզ լինի։ Սա հենց գլխավոր քաղաքապետարն է, որտեղ էլ որ նստում է մեր քաղաքի քաղաքապետը։ Բյուրոները շատ են անթիվան համար, գնանք տեսնենք ինչպես է ստացվում գործս, որևէ տեղեկություն կտան, չեն տա, մի խոսքով այս հրաշք բնությունը վայելելով, բարձր տրամադրությամբ, հասա քաղաքապետարան։ Առաջին հարկում են տեղադրված բոլոր այս ձև պատուհանները, որտեղ որ ինձ ուղարկեցին 16 համարին եմ սպասում, երբ որ իրանք ինձ կկանչեն։ Ժորժ ջան, ասեցի չէ, սա Ֆրանսիան է։ Ուրեմն հայերենով ասեմ էլի, որ պարզնի գործազուրկներից ուղարկել են այս Մերյան, որտեղ որ պիտի ես դիմեմ թոշակի համար։ Ընդունարանում ուղարկում են ինչ-որ մի բյուրո, գնում եմ ընդեղ նա լրիվ զարմացածա, որ ստեղ բան չեն անում, գալիս եմ այդտեղ ասում եմ ստեղ չեն անում, սա է զարմանում ա, թե ոնց թե ստեղ չեն անում, ինչ-որ երևի կոնտրոլ մեկին կանչեց, երկուսով գնացին, ինձ ուրիշ թղթեր տվեց, հասցե ավելի ճիշտ, որ գնա այս ինչ տեղը ընդեղ կօգնեն կանեն, մի խոսքով գնացին սրանք ժամերով խոսացին եկան նույն բանն ասին, թե Մերիայում չկա նման բան, որտեղ որ դու դիմես քո թոշակի համար։ Հասկանալի է այսքան։ Հիմա գնամ տուն, արդեն ես ընդեղ միջև այս տեղերը գնալու, են ես պաս ֆրանտերնիտ են կգնամ, տեսնեմ նրանք ինչ են ասում, ամենալավ մոտեցում է ընդեղ են ցույց տալիս,
իմ ոնց որ իրավունքների բանի ամեն ինչի համար կիմանամ որտեղ եմ դիմելու, ինչ եմ արելու, մի խոսքով ավելի պարզ ու լոժիկ, ինչպես իրանք ասում են տրամաբանական, թե չէ ստեղ մեկը մեկին ասելով ի վերջո չջոգեցին, թե ինչ ան, այլ համոզեց սրանց, թե պիտի գնա այնտեղ, ոնց որ թե ինձ օգնելու էլի, բայց որևէ բյուրո, որևէ այդպես գրասենյակ չկա, որտեղ որ դու կարող ես մտնել, խոսես, իմանաս քո իրավունքների մասին, ուր գնաս, որտեղ դիմես, որպես թոշակառու, արդյոք քեզ թոշակ հասնում է, թե չի հասնում։ Բա ժողովուրդ ջան, դե ես գնացի, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։